Համայնքային ոստիկանության նոր-նորքի բաժնի ծառայողները բացահայտել են տելեգրամյան ալիքի միջոցով թմրանյութերի իրացման 2 դեպք, ընդ որում 2 դեպքով էլ ըստ կասկածյալների թմրանյութը ձեռք են բերել նույն կայքէջից։ Առաջինը փետրվարի 11-ին էր։ Այդ օրն անցկացված ուժեղացված ծառայության ընթացքում նոր-նորքի համայնքային ոստիկանները Բագրևանդի փողոցում կանգնեցրել են BMW մակնիշի մի մեքենա։ Ստուգման ընթացքում ոստիկանները մեքենայի սրահում նկատել են էլեկտրական կշեռ եւ պոլիէթիլենային տոպրակով կասկածելի զանգված։ Ոստիկանության գվարդիայի ծառայողների եւ պարեկների հետ համայնքային ոստիկանները վարորդին, 2 ուղևորին ու մեքենան տեղափոխել են նոր-նորքի բաժին։ Պարզվել է, որ 3-ն էլ Աբովյան քաղաքի բնակիչ են։ Նրանց խոզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, մեկի մոտ նաեւ ծալովի դանակ։ 33-ամյա վարորդը հայտնել է, որ մեքենայում թմրամիջոց կա, որը ձեռք են բերել տելեգրամյան ալիքի միջոցով անձնական օգտագործման համար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հաջորդ բացահայտումը փետրվարի 12-ին էր։ Նոր-նորքի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրեցի մի երիտասարդ ապօրինի ձեռքբերում եւ իրացնում է մարիխուանա։ Փետրվարի 12-ին ժամը 11:25-ին մայրաքաղաքի Լվովյան փողոցին կից Ձորակում 23-ամյա Գյումրեցին ձերբակալվեց եւ տեղափոխվեց բաժին։ Նրա խոզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 7 փաթեթ։ Երիտասարդը խոստովանեց, որ արդեն մոտ 1 ամիս տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութով փաթեթներ։ Այդ օրն էլ տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք է բերել մարիխուանայի 21 փաթեթ, որոնցից 14-ը մինչև ձերբակալվել է, հասցրել է տեղադրել նոր-նոր վարչական շրջանի տարածքում։ Նա հայտնեց, որ տեղադրման լուսանկարներն առկա են իր բջջային հեռախոսում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տեղադրված 14 փաթեթից 7-ը հայտնաբերվեց։ Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, 2 դեպքով էլ նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։